Շնորհակալություն շարունակելով գործընկերոջս առաջքաշած տրամաբանությունը, խնդիրը հետևյալն է, պարոն Մուկուչյան, մենք ուզում ենք հասկանալ, դուք ինչ եք կարծում, բնության մեջ ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում երևույթը գոյություն ունի, թե դա միայն մութ ուժերի չար երևակայության եւ դավադրությունների արդյունք է։ Հիմա օրինակ դպրոցի տնօրենը ինչ կարող է անել եւ ինչ կարող է չանել։ Կարող եք ասել, օրինակ ինքը կարող է իր աշակերտի ծնողին գրել ցուցակի մեջ եւ օրինակ դա կապել ֆոն ստեղծել այդպիսի եւ դա անել աշխատանքի ժամին։ Կարող է նման բան անել, թե չանել։ Օրինակ ոստիկանության ՊՊՑ գնդի հրամկազմը կարող է ընտրողների ցուցակ գրել եւ ֆաքս անել, ասենք հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ։ Ասեք որն է վարչական ռեսուրսի չարաշահում, որովհետև ձեր նկարագրած կամ վարչական ռեսուրսի չարաշահումը կատվին է նման, որ ոնց շպրտում ես, էլի ոտերի վրա կանգնում է, կամ էլ ձեր հայտարարությունից ես խոսքերից ընդհանրապես հիշեցի սովետական միության մի շատ հայտնի բան ասացված, երբ որ սովետական միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ սովետական միությունում սեքս չկա։ Հիմա ձեր ասածով ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա։ Երկրորդը հայտնի փաստաթղթերի փաթեթը, որ քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի, Արտակ Սարգսյանի հսկողության տակ գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտակայքից էին գտնվել։ Այս փաթեթը դուք հրաժարվել եք ընդհանրապես քննության առնել եւ դուք ձեր խոսքում ասում եք, որ այ բազմաթիվ փաստեր հրապարակված մենք մեր նախաձեռնությամբ վերցրել ենք, քննել ենք։ Այս փաստերը ինչի՞ չեք քննել, օրինակ հանձնաժողովը, որտեղ հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան անազգանուն հեռախոսի համարներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ ինչ վերաբերում է բնության մեջ երևույթ գոյություն ունի, թե չունի, բնականաբար կան երևույթը, որովհետև դրանով պայմանավորված ընտրական օրենսգիրքն ունի կանոնակարգում եւ այնտեղ սահմանված է, թե որը կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում։ Եվ բնականաբար հանձնաժողովը պետք է նշված հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ տա այն տիրույթում, որը որ ամրագրված է այդ օրենսգրքով կանոնակարգումների տիրույթում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից ներկայացված այդ նույն փաստաթղթերի փաթեթին, նու այսօր քննության, այսպես ասենք, հաղորդման առարկան հանդիսանում ազգային ժողովի ընտրությունները, ես նշեցի արդեն մեկ անգամ, որ այդ փաթեթի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև դուք նշեցիք, որևէ առնչություն չուներ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, բայց այնուամենայնիվ նշեմ, որ դրանցով ըստ էության այդ փաթեթը նաև ձեր կողմից ներկայացվել է իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, իսկ հիմա եկեք հանձնաժողովի կողմից փորձենք անցալել դրանց քննության հետ կապված հնարավորությունները։ Կար այսպես թղթեր, որովհետև այդ թղթերի վրա ամսաթիվ եւ այլն այսինքն տարական ատրիբուտները անգամ դրանցով չկա, կազմվել էին, գտնվել էին ինչ որ համենայն դեպս հանձնաժողովին նույնիսկ այդ մասին նշվեց, որ գտնվել է ինչ որ անհայտ աղբյուրից կամ ինչպես նշվում էր գտնվել է աղբարկղից եւ նշվածով պայմանավորված էր իրականացվել է գնահատումը։ Ես կարծում եմ, որ ներկայացվածի տիրույթում այլ բան հանձնաժողովը չէր կարող անել, իսկ հանձնաժողովի առումով ուղղակիորեն նշեմ, որ որևէ մեկին, որ ջարդարացնելու, ոչ պաշտպանելու խնդիր ընդհանրապես դրված չէ եւ չէր կարող դրվել։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Փաշինյան։ Դե դուք նկարագրեցիք ամբողջ պրոբլեմատիկան, որտեղ ասում եք օրենքում գրած է։ Մենք նայում ենք այդ օրենքում գրածը, երևում է վարչական ռեսուրս։ Դուք եք նայում, չի երևում վարչական ռեսուրս։ Այստեղ քաղաքական կամ, չգիտեմ, իրավաբանական կամ, չգիտեմ, տեսողության հարց է։ Հիմա այն անեկդոտն էլ կա, չէ՞, որ ծառի վերևից բարձանում է, տեսնում է այնտեղ, ասում է, ճիշտ ասում էլի, ստեղից ստենց է երևում, չեմ ուզում պատմել այդ անեկդոտը, ժամանակ էլ չկա։ Այստեղ իր տեսողության հարց է։ Հիմա ասում եք, դե փաստաթղթի ծիճկին ճիշտ չի դրած, ասենք այս բանը ճիշտ չի դրած, բայց հիմա դուք կարաք ասեք, ի վերջո Հայաստանի Հանրապետությունում սեքս կա, թե չկա։ Նկատի ունեմ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը։ Եթե հայտարարում եք, որ չկա, դե մենք դա կընդունենք ի գիտություն։ Գիտեք, ես կարծում եմ մեր որոշումը, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքների ամփոփմանը, դրանում ձեր կայացած բոլոր հարցերի պատասխանը իրենց վերջնական գնահատական այդտեղ ստացել են։